Ողջույն, հարգելի ընկերներ, այսօր եւս կփորձենք ուղի եթերում քննարկել կարևոր թեմաները, որոնք կան նախընտրական քարոզարշավի այս փուլում, իսկ թեմաներ շատ կան։ Ես առանձնացրել եմ դրանցից 3-ը, որոնց մասին վերջին օրերին չհասցրեցի խոսել եթերում, չհասցրեցի օբյեկտիվ պատճառներով, դուք վստահ եմ հետևել եք մի քանի օրի անընդհատ թեժ բանավեճային ֆորմատների մասնակից էի, դա բավական շատ ժամանակ ու էներգիա է տանում եւ երեկոյան արդեն նաեւ կար մեծ բանավեճը հանրայինի եթերում եւ ուղի եթերում դա բոլոր հարթակներում գնում էր, հետեւաբար այլ ուղի եթերները մի տեսակ անիմաստ էին դառնում։ Այսօր առաջին համարների բանավեճից առաջ որոշեցի այս թեմաների մասին խոսել։ Ուրեմն 2-3 օր է իշխանությունները ակտիվորեն տերորի էին ենթարկում մեր հայրենակիցներին, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից գալիս են Հայաստան, այդ թվում նաև ընտրություններին մասնակցելու։ Հայաստան ընտրությունների մասնակցելու գալիս են մեր հայրենակիցները նաև այլ երկրներից, բայց իշխանության թիրախում Ռուսաստանից Հայաստան եկող մեր հայրենակիցներն են։ Եվ իրենք ինչ են անում, փաստորեն հասկանալով, որ այդ քաղաքացիներին չեն կարող համոզել իրենց ընտրել են ահաբեկչության ճանապարհը։ Ահաբեկչությունն էլ բանակի միջոցով է արվում։ Առաջինը Գևորգ Պապոյանը ֆեյք հանրապետականը հայտարարեց մի քանի օր առաջ, որ 30-40 հազար Ռուսաստանից եկող մեր հայրենակիցների կզորակոչեն 25-օրյա հավաքների։ Նախ գանք նրանից, որ Հայաստանը չունի այդ հնարավորությունը մի քանի օրում կազմակերպել 30-40 հազար մարդու զորահավաք 25-օրյա հավաքների համար, որովհետև 30-40 հազար հոգու համար պետք է հագուստ, զենք, չգիտեմ, սնունդ, կացարան, մի խոսքով այդ ամեն ինչը չկա Հայաստանում։ Հիշեցնենք, որ սրանց վերած աղետալի պատերազմի հետևանքով բավական շատ զորամասեր են կորցրել, այսինքն բանակը այդ հնարավորությունը չունի։ Այս պահին բանակը հնարավորություն չունի կրկնապատկվելու։ Եվ պարզ է, որ այդ թիվ ուղղակի հորինել են մարդկանց վախեցնելու համար։ Բայց որպեսզի այդ վախը գործնականում կյանքի կոչվի, Զվարթնոց օդանավակայանում հայտնվել են ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք տեղում պավեսկեք են տալիս հավաքի համար, զորահավաքի մասնակցելու համար պավեսկեք են տալիս։ Սա հանցագործություն է եւ սրան ուղեկցվում է քարոզչական նարատիվը ԿՊԱ-ականների կողմից տարվող, որ գալիս եք մեր դեմ ընտրությունների մասնակցելու, ուրեմն կգնաք բանակ ծառայել։ Գիտեք, ես չեմ տեսել որևէ նորմալ երկիր, որը իր բանակը ներկայացնի որպես պատժամիջոց։ Եվ չեմ տեսել որևէ նորմալ երկիր, որը հայտարարի, որ ինքը պատժում է իր քաղաքացիներին, ովքեր իրեն դեմ են քվեարկում։ Սա եւ այս ամենը տեղի է ունենում եվրոպացիների աչքի առաջ, ինչպես եվրոպացիները կասի, ինչպես Նիկոլ Փաշինյանը նրանց կբնորոշի, եվրոյոնջաների աչքի առաջ, այս ամեն ինչին իրենք հաշտ են, այս ամեն ինչին իրենք հովանի են, եւ իշխանությունները այս տոտալ հանցագործության ճանապարհով գնում են, որպեսզի կարողանան պահել իշխանական աթոռը։ Սա պետական ինստիտուտը ոչնչացնելու ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Հիշեցնեմ, որ բանակը որպես սպառնալիք, պատժամիջոց իշխանությունները առաջին անգամ չէ, որ օգտագործում են։ Այս հնարքը իրենք փորձեցին բանեցնել նաև 2022 թվականի դիմադրության շարժման ժամանակ։ Անդրանիկ Քոչարյանը ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև պաշտպանության փոխնախարարը, կոչ արեց պաշտպանության փոխնախարարին, որ ճշտվեն այդ տվյալները եւ բոլոր այն երիտասարդները, ովքեր մասնակցում են դիմադրության շարժմանը, պավեսկաներ ուղարկել նրանց եւ զորակոչել հավաքներին։ Այն ժամանակ էլ իմ արձագանքը եղել է բավական խիստ եւ ասել եմ, որ բանակը
այս ճանապարհով տարվում է ոչնչացման, լուծարման, քանդման, քայքայման, որովհետև բանակը պիտի լինի պատվաբեր տեղ, բանակը չպիտի լինի պատժա միջոց, բանտարկության ձև, եւ երկրորդը քաղաքացին իր դիրքորոշման համար իշխանությանը դեմ դուրս գալու համար չպիտի բանտարկվի միայն այդ հանգամանքով պայմանավորված։ Սա էլ քանդում է արդեն ընդհանուր պետությունը եւ ըստ էության օրվա իշխանությունը հասարակությանն ասում է, որ դուք մեր քաղաքացիները չեք, մենք ձեր հետ կապ չունենք, սա ձեր պետությունը չէ, այստեղ դուք պատժվելու եք, երբ որոշեք երբևէ իշխանության դեմ հանդես գալ։ Հիմա գանք նրան, որ ինչու են թիրախավորվում Ռուսաստանից եկող մեր հայրենակիցները։ Ասում են նրանք Նիկոլ Փաշինյանի դեմ են քվեարկելու։ Այսօր ես տեսա քաղաքացիներից մեկը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին, ասում էր Ռուսաստանից է եկել եւ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա ինչ այդ կնոջնել եք տանելու 25-օրյա հավաքների։ Բայց ես դրան կողմ չեմ։ Լավ, կարող է նաեւ հարց առաջանալ, իսկ ինչու են Ռուսաստանի մեր հայրենակիցները այդքան ակտիվ։ Բացատրությունը շատ պարզ է, տեսեք։ Նիկոլ Փաշինյանը վարում է հակառուսական քաղաքականություն, որը բերելու է ի վերջո մի կետի, երբ Հայաստանն ու Ռուսաստանը անջատվելու են, որպես դաշնակիցներ իրարից, փակվելու է Ռուսաստանի ճանապարհը հայաստանցիների համար, եւ 100 հազարավոր հայաստանցիներ զրկվելու են իրենց ապրուստի միջոցից։ Բացի նրանից, որ զրկվելու են իրենց ապրուստի միջոցից, իրենց ընտանիքները կանգնելու են լրջագույն խնդիրների առաջ։ Տեսեք, մարդիկ կան, դուք վստահ եմ, բոլորդ էլ այդ ծանոթները, բարեկամները, ընկերներն ունեք, որ իրենց ընտանիքի մի մասը այստեղ է, իրենք տարվա մի ընթացք գնում են Ռուսաստանի դաշնություն, այնտեղ աշխատանք ունեն, շատերը բիզնեսներ ունեն, փոքր, մեծ, միջին, հա։ Եվ ընտանիքը չեն անում Հայաստանից, չեն ուզում Հայաստանը դատարկել։ Հիմա երբ այդ ճանապարհները փակվեն, երբ այս հակառուսական քաղաքականությունը ի վերջո բերի նրան, որ երկընտրանքի առաջ կանգնեն կամ այնտեղ թողնեն իրենց գործը, ապրուստի միջոցը գան Հայաստան եւ այստեղ Փաշինյանի մունաթին ապրեն, որովհետեւ սրանք խնդիրներ չեն լուծելու հասարակության համար, կամ իրենց ընտանիքները հանել Հայաստանից։ Իրենք չեն ուզում մարդիկ այդ երկընտրանքի առաջ կանգնել։ Իրենք ուզում են աշխատել այնտեղ, լինել Հայաստանում, հարկեր վճարել այստեղ եւ ծառայել Հայաստանի Հանրապետությանը նաեւ։ Իշխանությունը ասում է, չէ, երկընտրանք չկա, մենք ձեր համար ստեղծելու ենք խնդիրներ կամ դուք ձեր ընտանիքներին եք տանելու կամ կորցնելու եք ձեր ստեղծած Ռուսաստանի դաշնությունը։ Հիմա այդ մարդիկ այդ մտահոգությունից ելնելով, այո, կարող են գալ մասնակցել ընտրությունների։ Նրանք Հայաստանի քաղաքացիներն, հասկանում եք, սահմանադրությունը չի սորտավորել Հայաստանի քաղաքացիներին, չի ասել ռուսահայերը քվեարկելու իրավունք չունեն, այ Եվրոպայում բնակվող հայաստանցիները քվեարկելու իրավունք ունեն։ Չի ասել, այդպիսի բան չկա գրված։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ունեն ընտրելու իրավունք։ Անկախ նրանից նրանք ում են ուզում ընտրել։ Իշխանության, անդիմությանը, չգիտեմ, ընդհանրապես այլմոլորակայիններին ում կուզեն կընտրեն, այդ իրենց իրավունքն է։ Հիմա ընտրություններին մասնակցում են ուժեր։ Այդ մարդիկ գալիս են այդ ուժերից մեկին քվեարկելու, ինչպես այսօր օրինակով ցույց տվեցի, գալիս են նաև քաղաքացիական պայմանագրին քվեարկելու։ Ով է ասել, որ այդ մարդիկ միայն ընդդիմությանն են քվեարկում։ Կան մարդիկ, որոնք մոլորված են, որոշել են քաղաքացիական պայմանագրին քվեարկել։ Վերջերս 1-2 շաբաթ առաջ մի ամբողջ ընտանիք տեսանյութեր նկարել, ասում են մենք Ռուսաստան, Պետերբուրգից գալիս ենք Հայաստան քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա ինչ այդ մարդիկ հանցագործություն են գործել։ Ոչ, այդ մարդիկ հիմա մոլորված են, սխալվել են, չգիտեմ, խաբվել են, բայց իրենց քաղաքացիական պարտքն են կատարում եւ իրենք իրավունք ունեն ընտրելու, ում որ կուզեն։ Փաշինյանն ասում է, ոչ, եթե դուք ինձ չեք ընտրելու, քաղաքացիական պայմանագրին չեք ընտրելու, ես ձեզ պատժելու եմ։ Պատժելու եմ ինչով? Բանակով, որովհետեւ բանակը սրանց համար պատժամիջոց է։ Ինչու է պատժամիջոց, որովհետև սրանք թռածներ են, բոլորը, գրեթե բոլորը քաղաքացիական պայմանագրից փախել են զինվորական ծառայությունից, խուսափել են զինվորական ծառայությունից եւ իրանց համար այո, զինվորական ծառայությունը պատժամիջոց է։ Բայց ես հիմա կոչով դիմում եմ մեր այդ հայրենակիցներին չանհանգստանալ, ընդամենը 3-4 օր է մնացել ընտրությանը, 2-3 օր անգամ 4 օր չէ մնացել է։ Կիրակի օրը, ասենք, ուրբաթ, շաբաթ եւ Կիրակի օրը տեղի ունենալու ընտրություն, դուք ձեր քաղաքացիական պարտքը կատարելու եք։ Եթե այդ քաղաքացիական պարտքը
կատարողների մեծ մասը քաղաքացիական պայմանագրին դեմ քվեարկի, այդ ապօրինի հավաքներին ձեզ որևէ մեկը չի տանելու։ Որտեղ Փաշինյանի հետևին քացով տալով կառավարության շենքից հանելու է ժողովուրդը։ Չի կարանալու ինքը դա ապօրինություն է։ Հələ ուրիշ բան ասեմ, որ այդ ապօրինությունն անողները դատվելու են միանշանակ։ Այդ ապօրինություն անողները պատասխանատվության են ենթարկվելու Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան, որովհետև նրանք մեր քաղաքացիներին սորտավորել են եւ հանցագործություն են իրականացնում այդ քաղաքացիների նկատմամբ։ Այնպես որ սիրելի ընկերներ, շատ եմ խնդրում, 120 հոգուց ավել նայում է այս եթերը։ Խնդրում եմ այս եթերը կիսվել ձեր էջերում, որպեսզի այն հասնի նաեւ մեր այդ քաղաքացիներին, հասցրեք նրանց, որ ընդամենը 3 օր է մնացել, որևէ մեկը մտահոգություն չունենա։ Նիկոլ Փաշինյանն հեռացնելուց հետո իրենց նկատմամբ այդ ապօրինի որոշում կայացնողները պատժվելու են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պատժվելու են, որտեղ սա հանցագործություն է, սա խտրականություն է, սա սահմանադրության ոտնահարում է, երբ քաղաքացիները սորտավորվել են։ Երբ Եվրոպայից եկող քաղաքացի, չնայած ես անկեղծ ասեմ, ես դեմ եմ ընդհանրապես որևէ երկրից եկող Հայաստանի քաղաքացու նկատմամբ այս գործիքը, ապօրինի գործիքը գործադրել։ Երբ Փաշինյանի համար եկողները, Փաշինյանին քվեարկելու համար եկողները չեն պատժվում, Փաշինյանին դեմ քվեարկելու համար եկողները պատժվում են։ Երկու դեպքում էլ ես դեմ եմ, որովհետև սա հանցագործություն է, ապօրինություն է, սահմանադրությունը նման կարգավորում չունի։ Հայաստանի օրենքները չեն նախատեսում նման բան։ Իսկ իշխանության ներկայացուցիչը կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որը սահմանված է օրենքով։ Այն գործողությունները, որոնք սահմանված չեն օրենքով, ապօրինություն են, երբ իշխանությունը գործողությունն անում է։ Այնպես որ հիմա իրենք լիուլի լծված են ապօրինություններ գործելուն եւ պատժվելու են դրա համար։ Խնդրում եմ, կիսվեք այս ուղիղ եթերով ձեր Facebook-յան էջերում։ Դա օգտակար կլինի տեղեկատվության տարածման տեսանկյունից։ Հիմա գանք երկրորդ թեմային։ Այսօր տեսա Արայիկ Հարությունյանը, որը իդեպ եւս զինվորական ծառայությունից ազատված է, ասում են մի քանի տեղ կարդացել եմ, որ կանացի կրծքեր ունենալու համար է ազատված զինվորական ծառայություն, ես չեմ տեսել, չեմ կարող պնդել, այնպես որ ուղղակի խոսակցություն է։ Չգիտեմ ինչի համար է զինվորական ծառայությունից ազատվել, բայց ասում են ազատվել է կանացի կրծքեր ունենալու համար։ Հիմա այս ենթադրյալ կանացի կրծքեր ունեցող բանը Արայիկ Հարությունյանը մի բան է նկարել, տեսանյութ է նկարել, դրել իր էջում, ասում է. «Քաղաքացիներ, դուք հիշում եք Սաշիկին, դուք հիշում եք Լիսկային, այդ բդեշխները, օլիգարխները, նրանք ուզում են վերադառնալ, նրանց ոչ մեկ քաղաքական process-ին չի մասնակցում, որ ուզենան վերադառնալ։ Դուք նրանց մերժել եք»։ Բա ենթադրյալ կանացի կրծքեր ունեցող Արայիկ Հարությունյան։ Բա լֆիկ Սամոին մոռացել ես, որ այսօր ձեր կողքին է։ Այդ բդեշխների անունները, որ տալիս ես, նախկին բդեշխների։ Սուրիկ Խաչատրյանի մնացածի։ Բա Սամվել Ալեքսանյանի անունը ինչի չեք տալիս։ Չեք տալիս, որովհետև Սամվել Ալեքսանյանը արդեն նախկին չի, Սամվել Ալեքսանյանը էլ վատը չի։ Դրա համար եք դուք Սամվել Ալեքսանյանին 2025 թվականի ավարտին եւ 26-ի սկզբին ավելի քան 70 միլիոն դոլարի մաքսային արտոնություն տվել։ Լավություն եք արել Ալեքսանյանի ընտանիքին, որ մարդը ձեռը չկա, խեղճ Ալեքսանյանը կարողանա դիվիժենի անի մի քիչ ընտրություններից առաջ ձեր համար։ Դրա համար եք 70 միլիոն դոլարը նվիրել այդ մարդուն կառավարության որոշումներով։ 2-3 որոշմամբ։ Բա եթե ժողովրդի մասին եք մտածում եք դրանց մասին, ում ժողովուրդը իրոք հոգնել էր այդ մարդկանց։ Սամվել Ալեքսանյանը այդ ցուցակում ինչու չկա։ Սամվել Ալեքսանյանը այն եզակի օլիգարխներից էր նախորդ իշխանության, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ անձամբ տեսանյութը կա, կդնեմ մեկնաբանությունները նաև եթե գտնեմ, կգտնեմ վստահ։ Անձամբ մասնակցել է քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրմանը։ Քացով հարվածում էր քաղաքացու մեքենային։ Անձամբ պատգամավոր էր եւ մասնակցում էր Փաշինյանի հավաքներին գնացող քաղաքացիների դեմ բռնության գործադրմանը։ Անձամբ
Սամվել Ալեքսանյանը նույն Սամվել Ալեքսանյանն է, որին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր սպանության պատվեր տալու մեջ, խոսքը իր աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանության մասին է։ Ընդ որում, եթե անգամ Սամվել Ալեքսանյանը կապ չունի այս սպանության հետ, ես Փաշինյանի խոսքերին չեմ այսպես վստահությամբ վերաբերում, բայց իսկ ինչու երբ սպանվեց Արմեն Իսրայելյանը։ Արմեն Իսրայելյանը սպանվեց այն ժամանակ, այն բանից հետո, երբ հայկական ժամանակին տրված հարցազրույցում բացահայտեց, որ ինքը եղել է Սամվել Ալեքսանյանի համար գործող բանդայի անդամ։ Բացահայտեց, որ այդ բանդայի անդամ են ոստիկանության աշխատակիցներ, որ են քաղաքացիների են առևանգում, որ են այդ առևանգված քաղաքացիներին տանում եւ Սամվել Ալեքսանյանի տարածքներում պահում են, բռնության են ենթարկում, ազատությունից զրկում են եւ իրենց համար հարցեր են լուծում։ Եթե անգամ Արմեն Իսրայելյանի սպանության հետ Ալեքսանյանը կապ չուներ, ինչը պնդում էր Փաշինյանը կամ կասկած էր հայտնում, ապա այս հայտարարություններով առնվազն պետք է քրեական գործ լիներ, այդ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվեր, եթե մեղավոր է։ Ոչ մի գործ չեղավ, այդ մարդուն անգամ հարցաքննության երևի չեն կանչել։ Այս Սամվել Ալեքսանյանը, որ իրենց կողքին կանգնած է, նախկին չի եւ իշխանության հետ կապ չունի, Սուրիկ Խաչատրյանը, որ Հայաստանում էլ չի գտնվում, բարձրացնում է ուզում է գա իշխանության, ըստ Արայիկ Հարությունյանի։ Լավ, թողնենք Սամվել Ալեքսանյանին, բա այդ բդեշխներին, որ հիշատակում է իր Արայիկ Հարությունյան, ենթադրաբար կանացի կրծքերի ունենալու պատճառով բանակից ազատված Արայիկ Հարությունյան։ Բա մոռացար բանի Վայոց ձորի բդեշխին։ Աշոտ Արսենյան, Ջերմուկի Աշոտը, մոռացար իրան, որ որդին էլ հիմա մարզպետ է, իջև էլ քաղաքապետ էր ընտրվել ԿՊ-ից։ Այդ իրենք բդեշխ չեն, չէ, իրենք օլիգարխ չեն, իրենք նախկին չեն։ Էսա երեսպաշտություն, այսինքն այսպիսի կեղծավոր, հանցավոր իշխանություն Հայաստանը երբեք չի ունեցել։ Կեղծավոր, հանցավոր, թրքահապատակ։ Կեղծավոր, հանցավոր, թրքահապատակ իշխանություն Հայաստանը երբեք չի ունեցել։ Այս մակարդակի թրքահապատակ երբեք չի ունեցել, իսկ կեղծավոր եւ հանցավոր այս մակարդակի երբեք չի ունեցել։ Մակարդակների տարբերություն կա։ Էլ ուրիշ օլիգարխներին չեմ հիշում, որ սրանց ծառայություններ են մատուցում, ձայներ են հավաքում, փող են մուծվում իրենց հիմնադրամներին։ Այդ նույն նախկին համակարգի օլիգարխներ։ Եվ գանք վերջին թեմային, հարգելի հայրենակիցներ։ Քաղաքացիական պայմանագրի կառավարության անդամ, արդարադատության նախարար Սրփուի Գալյանը փետրվարի 4-ին հայտարարում է, որ սահմանադրության նախագծի տեքստը մարտին կհրապարակվի, ասում են պատրաստ է, ավարտական փուլում է, մարտին կհրապարակենք, ընտրություններից առաջ քաղաքացիները որպեսզի ծանոթանան։ Մարտը անցել է, հիմա արդեն հունիսն է, ընտրությանը մնացել է 3 օր, սահմանադրության տեքստը չի հրապարակվել։ Որն է պատճառը։ Այստեղ շատ մտահոգիչ դրվագներ կան։ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ասել է, որ սահմանադրության տեքստից բացակայելու է անկախության հռչակագրի հղումը։ Եվ դա ըստ էության բոլորը գիտեն։ Հետևաբար, եթե միայն դա էր փոփոխությունը, ապա որևէ խնդիր չկար հրապարակել, որտեղ այդ թեման ասվել էր եւ այդ թեմայի պատճառով ինչ կորուստներ Նիկոլ Փաշինյանը ունեցել է, ունենալու է։ Առանց տեքստի հրապարակման։ Հիմա ինչու չի հրապարակվում այս տեքստը, սահմանադրության նախագծի տեքստը, ինձ մտահոգում էր, ես փորձեցի, փորփրեցի, շփվեցի մարդկանց հետ, զրուցեցի, ինչ պարզվեց։ Պարզվեց, որ սահմանադրության նախագծում, եթե հենց այդ նախագիծը ներկայացվի, այս բանը այդ նախագիծն է, նախագծում կան այլ փոփոխություններ եւս, որոնք թելադրված են Ադրբեջանի կողմից եւ որոնք պետք է ապահովեն Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ընթացքում իրենց իրավունքները խորհրդարանում գուցե ներկայացվածության, չգիտեմ, կառավարությունում կամ իրենց անվտանգության մասով եւ կոնկրետ կետեր կան փոխված, որոնք փոխվել են Ադրբեջանի թելադրանքով։ Այս սրա համար չեն հրապարակում այդ տեքստը, նախագիծը, որպեսզի մինչև ընտրությունները քաղաքացիները չծանոթանան։ Խոսքը այլևս անկախության հռչակագրից հրաժարման մասին չէ, անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելու մասին չէ։ Դրա մասին բոլորը գիտեն։ Դրանից բացի
իմ տեղեկություններով կան այլ կետեր եւս, որոնք փոխվել են ուղիղ Ադրբեջանի պահանջով։ Եթե այդպես չէ, առաջարկում եմ պահել իրենց խոստումը եւ չնայած էլի դրժելու են իրենց խոստումը, մարտից 2 ամիս անց, 2 ամսից ավել անց հրապարակեն այդ տեքստը, նախագիծը մարդիկ միջև ընտրությունները ծանոթանան։ Ինչ տեքստ, ինչ պարտավորություններ են սրանք վերցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ։ Ես ձեզ ասում եմ, որ այդ նախագծում կան այլ կետեր եւս, որոնք փոխվել են Ադրբեջանի պահանջով եւ այդ կետերը կոնկրետ ձևով երաշխավորում են ադրբեջանցիների վերադարձն ու բնակեցումն ու իրավունքները Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մտահոգիչ դրվագ է, այնպես որ խնդրում եմ այս տեղեկատվությունը որևէ ձևով յուրաքանչյուրը գրեք ձեր էջում, տարածեք այս լայվը, մենք պետք է հասնենք նրան, որ մինչև ընտրության օրը իրենք հրապարակեն։ Եթե չհրապարակեն, դա կլինի հաստատումը այն բանի, որ սահմանադրության մեջ, բացի անկախության հռչակագրից հրաժարվելուց, կան վտանգավոր այլ փոփոխություններ եւս։ Եվ սա հավելյալ առիթ է մերժելու քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։